Ամենաշատ հայտնի ընկերություններ, օրինակ Adidas-ը ոգեշնչվել է Adidas ընկերությունից, Roche-ը Rocher-ից, դու քո հաղորդումը որ հաղորդումից ես ոգեշնչվել, որ սկսել ես անել։ Ուրեմն մենք երկրորդ կամ երրորդ կուրս ենք, բայ վերջապես ես հնարավորություն ունեմ այս մասին խոսելու։ Պատմելի։ Երկրորդ թե երրորդ կուրս ենք, իմ դասախոսը Լիլիկը Ստեփանյան մեզ բերեց Ուրմսոտի հարցազրույցները, որը սովետական տարիներին ֆանտաստիկ անկեղծ հարցազրույցներ էր անում, ու այդ հարցազրույցները թե ինչպես է անում, այդ մասին գիրք էր։ Ու մեզնից յուրաքանչյուրին տրված էր մի թեմա, որը պետք է ուսումնասիրենք, ներկայացնենք ու ներկայացնելու ընթացքում նաև մյուսները սովորեին։ Շատ հաստափոր գիրք էր։ Բայց դու ընտրեցիր դրանից լացի հատորը։ Լացի հատորը չէ, ես ոչ թե իմ թեման ընտրեցի, այլ ամբողջը կարդացի, հետո գնացի դա պատճենեցի, որովհետև շատ տպավորված էի հարցազրույցներով։ Դե այն ժամանակ մեթոդները մի քիչ ուրիշ էին, Ուրմսոտը որևէ հարցազրույց անելու համար կարող է երկար հետևեր մարդուն։ Ես մի դրվագ եմ հիշում, ծառեր բարձրացել եւ դարանակալում էր, թե տանը այդ մարդը ինչ է անում, ինչ է սիրում ուտել, ինչ է սիրում խմել, ինչպես է իրեն պահում, որպեսզի ինքը կարողանար ճիշտ մոտենալ ու իր մոտ էլ շատ հայտնի մարդիկ, շատ չոր մարդիկ, որոնք ընդհանրապես չեն անկեղծանում էին։ Թույն կետերը գիտեր է։ Այո։ Այնպիսի բաներ էին պատմում, որ դա շոկ էր լինում։ Ու այդ ժամանակ ես արդեն ոգեշնչվեցի